Լուսավոր Հայաստան կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսել է բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև, դատական համակարգի խնդիրները դարձնելով հիմնական քաղաքական ուղերձներից մեկը։ Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին Լուսավոր Հայաստան կուսակցությունը մասնակցում է Քվեաթերթիկի 19-րդ համարի ներքո «Պաշտպանիր ինքնությունդ, քվեարկիր Լուսավոր Հայաստանի օգտին» կարգախոսով։ Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը ձախողել է դատական բարեփոխումները, իսկ երկրում արդար եւ անկախ դատական համակարգի բացակայությունը ինքնիշխանության հիմնական պատճառներից մեկն է։ Մենք օրենք ենք շրջանառելու, այդ նախագիծը արդեն մենք ունենք պատրաստի, որով եթե կուսակցությունը վերջին 5 տարիների ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների որևէ ընտրության չի մասնակցել, ապա համապետական ընտրություններին այդ կուսակցությունը չի կարող մասնակցել։ Կուսակցության падգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանն էլ ընդգծել է, որ առանց անկախ դատարանի հնարավոր չէ ունենալ արդյունավետ պետություն, առողջ բիզնես միջավայր եւ ներդրումների համար վստահելի համակարգ։ Երկիրը ինստիտուցիոնալ եւ համակարգային ռեմոնտադային է պետք է ենթարկենք ամբողջական փոփոխությունների եւ դա անվտանգային նշանակություն ունի, որովհետեւ երկիրը ձեռք բային տարատեսակ կենտրոններից, գործակալներից, որոնք կարող են ազդեցություն ունենալ մեր երկրի, մեր հասարակության կյանքի վրա։ Լուսավոր Հայաստան կուսակցության ծրագրային շեշտադրումն է ձևավորել հակակշիռներով բազմուժ իշխանություն եւ բացառել որևէ քաղաքական ուժի բացարձակ իշխանությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։